Այո, հենց սա է սերը, Մարիա։ Վշտիկաթիլ է, տառապանքի ծով։ Մեռնող երազի հևքն է, Մարիա, խաբված անուրջի աչքերը լացող։ Ոչ, մնաս բարով պետք չէ, Մարիա։ Հեռացողներին ճամփան չի ների։ Գիտես, ինձ մի օր մի ծեր սատանա պատմեց լեգենդը մեռնող ջահերի։ Նրանք ապրում են ծովերի վրա, ծով ու երկնքի կապույտին գերի։ Բանտված ճախշանքն է երազը նրանց, ու մահը երգ է, անավարտ, թերի։ Ինչ մնաս բարով, ինչ վերջ, Մարիա։ Սերը շքերթ է հրաժեշտների, տես, օրորվում են ծովերի վրա ջերմակ թևերը մեռած ջահերի։ Կարդալով Սամվել Զոլոյանի բանաստեղծությունները մենք ցավալիորեն արձանագրում ենք հետևյալը. իրականությունը սպանեց բանաստեղծին։ Իրականությունն օտար մասնիկ չէ, իրականության ձևավորողը մենք ենք եւ բանաստեղծն էլ այս դեպքում միակ տառապյալը չէ։ Բանաստեղծի փոխարեն կարող է լինել գիտնականը, նկարիչը, դերասանը կամ պարզապես բարի մտադրություններով մարդը կամ այն երեխան, որը նոր է ծնվել եւ պիտի իրականության զոհը դառնա հետագայում։ Իրականություն կոչվող այդ թագավորությունում իշխում են տգետներն ու միջակությունները։ Նրանց միավորում է ծաղրը։ Ծաղրը նրանց զենքն է։ Այդպես են նրանք ինքնահաստատվում եւ անվերջորեն վերակերտում ու ամրացնում իրենց թագավորությունը։ Նրանք ծաղրում են բոլորին, ովքեր սեփական փորից անդին են տեսնում, ովքեր ապրում են հանուն մեծ գաղափարի, որը պիտի մարդուն պահի մարդ, բարձրացնի, իսկ կենթանուն մատնի պարտության։ Այս մեծ ճակատամարտում, որի սկիզբը մոռացվել է, քանի որ սկսվել է վաղնջական ժամանակներում, գուցե առաջին քարանձավում, ուր մարդը համատարած մթության մեջ նկատել է պայմանականորեն ասած իր հոգուց ելնող լույսը եւ հասկացել, որ իր թռիչքի ամենաէական հիմնասյունը հենց այդ լույսն է, որը պետք է փոխանցել հաջորդ սերունդներին։ Ես սա կոչեցի ճակատամարտ, բայց ճշմարիտ անվանումը պատերազմն է, որի ընթացքում բանաստեղծները մարում են հանուն լույսի ու լուսավորության, հանուն մարդու, մարում են առանց ափսոսանքի ու երկմտանքի, մարում են երկնքի աստղերի պես, իմանալով, որ իրենց հանգչելով ծնվելու են մեկ այլ աստղի մեջ եւ հավերժական լույսը չի մարելու։ Այսպես է պետք ընկալել բանաստեղծներին, այսպես պետք է ընկալենք Սամվել Զոլոյանին եւ այս փիլիսոփայական ընկալումն է հանդիսանում հաղորդաշարի։ Քանի անգամ է Հովհաննես Թումանյանն իր հայրենիքիս հետ բանաստեղծության տողերում հաստատում ու վերահաստատում մեր լուսակիր էությունն ու կամքը։ Այստեղ չկա որևէ պատահականություն, սա մեր ճանապարհն է։ Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենթանի, կանգնած խոհուն, խորհրդավոր, ճամփին նորի ու հանի։ Հառաչանքով սրտի խորքից խոսք ես խոսում Աստծո հետ, ու խորհում ես խորին խորուրդ տանջանքներում չարաղետ։ Խորում ես դու են մեծ խոսքը, որ տի ասես աշխարհին, ու պիտի դառնաս այն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին։ Հույսի հայրենիք, լույսի հայրենիք։ Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառհագած, հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, ու երկնահաս քո բարձրունքին Արարատի սուրբ լանջին կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին, ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, պիտի գովեն քո նոր կյանքը, նոր երգերով, նոր խոսքով, իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք։ Գալու է օրը, երբ ես
որքան էլ բարդ լինի, միավորելու եմ բոլոր հատվածական, բայց միմյանց հետ անխուսափելիորեն կապված իմ խոհերը։ Մենք ձեզ հետ միասին բանաստեղծների մեր ժամանակներ հասցրած լույսն ենք փրկում։ Սա է մեր կյանքի մեծագույն խորհուրդը։ Կավարտեմ Սամվել Զոլոյանի մնացողած լավը բանաստեղծությամբ, որն ըստ իս բանաստեղծական արտահայտումն է վերն ասված մտքերի, բայց նաև կարապի երգ է, հրաժեշտի երգ, ավարտված առաքելություն, որն այլևս մնացողած, ապրողած բաժինի։ Մինչ նոր հանդիպում։ Ինձ ջնջել եմ երեկվանից, ու ձեր միջին արդեն չկամ, օրապակաս են խելառից, եկա վերջին բարևը տամ։ Լիամ պակաս ես սեղանին, ես մեկ լեղի, մեկ կենաց թաս, պիտի ջարդվեմ մի անգամից, մնացողած շախնամ պակաս։ Ողորմից ես և մեղա ինձ, և օրերին ես գուժավուն, ձեր նմանակ ինձ նմանին, այսօր ես եմ մենակ թողում, այսօր ես եմ ձեր մեջ չկամ, ինձ ջնջել եմ երեկվանից, մնացողած շախնամ պակաս, ողորմի ինձ, ձեզ երանի։ Հաղորդումը պատրաստեցին Տարոն Գլակը և Ռոբերտ Բալայանը։